Բարևներ, սիրելի հետևորդներ, իմ հարազատ դարձած հետևորդներ, իմ հավատարիմ հետևորդներ, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը լավն է, շատ լավը, միշտ նույնը, չի փոխվում, սիրելի հետևորդներ, այսօր ճիշտ է էլի ցուրտ, անձրև, միսես խառը, եղանակային, շլոփավիճակ, բայց իմ տրամադրությունը կայուն, արդեն սովորել ենք ճիշտ ասած մեր Ստեփանավանի անձրևային եղանակին, սովորել եմ, այն որ նոր հարս է եկել Արտաշատից, դե մեր մոտ Արտաշատում կլիման շատ լավն է, տաք, արև, չոր, դե մեր մոտ Արտաշատում կլիման շատ տաք, չոր, լավ եղանակ է, նոր էի հարս եկել և Ստեփանավանի ես անձրևին, ես վատ, խոնավ եղանակին սովոր չէի սիրելի հետևորդներ ու դա իմ համար շատ անսովոր բան է, բայց հիմա արդեն սովոր է, համակերպել եմ, որ պատկերացրեք մի քանի օր անձրև չի գալիս, զարմանում եմ, որ անձրև չի եկել, այնպես որ մարդը սովորում և հաշտվում է բոլոր տեսակի իրավիճակներին։ Հիմա ես տեսեք ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ տեսակի աման եմ ես պատվիրել և պատվերս արդեն եկել է, տեսեք, սա հատուկ թխվածքների համար նախատեսված աման է, թխվածքների համար ինչ տեսակի ավելի հարմար է գանաժը պատրաստելու համար, երբ որ գանաժը ինքը լինում է շատ հարթ, սրանով գանաժով տորթերը, տեսեք, ինքը այսպիսի սենց պլասմասայի կարելի ասել, այսպիսի բան է, սիլիկոնի նման, իրան անում ես, ինչ չափի որ ուզում ես, որ լինի ամանը, այսպես անցկացնում ես այդ չափը, ամանի մեջ, թխվածքն արդեն մեջը, այսպես դրված, և կարողանում ես գանաժը, այսինքն շակալաթը կարակով սարքած, լցնում ես մեջը ջրիկ վիճակով, մի ժամանակ նայ լցնում ենք ու շպատելով իրան հարթացնում ենք, մի 2-3 անգամ անում ենք, բայց սա շատ արագ է լինում և օգնում է ավելի հարթ լինելուն, լցնում ենք մեջը, այսպես շակալաթը, իրան պիքսված, տեղափոխում ենք սառնարան, 10-ից 15 րոպե և հետո հանում ես, այսպես բացում ես և ինքը հարթ գանաժապատված է լինում տորթը և դու կարող ես այս գանաժով պատվիրատուին տաս, կարող ես այդ գանաժի վրից մաստիկա քաշել, մի խոսքով շատ հեշտացնում և ավելի սիրուն է սարքում թխվածքները, այնպես որ դուք էլ կարող եք, ովքեր որ տորթեր են պատրաստում կամ ուզում են, որ ավելի հարթ ստանան գանաժը, կարող են գնել այսպիսի աման, կա տարբեր չափի ամաններ, բայց ես վերցրել եմ միջին չափը, սա նորմալ չափ է ինձ համար և ճիշտն ասած չեմ փորձել, բայց շուտով կփորձեմ, կտեսնեմ, թե ինչ տեսակի է լինում այս ամանով գանաժը, հիմա ստիրուն դնեմ իրա տուփի մեջ, իսկ եթե որոշեմ, որ օգտագործեմ և գանաժով տորթ պատրաստեմ, ապա անպայման առաջինը ձեզ եմ ցույց տալու։ Իսկ հիմա արդեն ասեմ, թե ես այսօր ինչ եմ որոշել պատրաստել, ճիշտն ասած նորություն է, սա ոչ մի անգամ խանութում չեմ վաճառել սիրելի հետևորդներ, որովհետև նորություն է, փորձելու եմ առաջի անգամ, ուսումնասիրել եմ, նայել եմ, տեսել եմ և ինձ շատ դուր է եկել և հետաքրքրել է այս փոքրիկ թխվածքատեսակը, որը շատ հարմար է, թե ասենք թե մատուցելու, թե ասենք թե հետները, որ վերցնեն տանեն, շատ հարմար տարբերակ է և դուրս եկել է, ճիշտն ասած և որոշել եմ ես ինքս փորձել, այնպես որ այսօր անելու եմ առաջի անգամ և տեսնեմ, թե ինչ արդյունք եմ ստանալու։ Դուք չիմանաք սիրելի հետևորդներ, որ ես ամեն բանը գիտեմ կամ ամեն բանը արել եմ, ոչ, ես էլ մյուսների նման նայում եմ, տեսնում եմ հետաքրքիր բաներ, հետաքրքրվում եմ, տեսնում եմ ինչպես է պատրաստում, բաղադրատոմսն եմ ձեռք բերում, փորձում եմ և այդպես իմ համար ստեղծում եմ տեսականիներ, սիրելի հետևորդներ և շարժվում եմ առաջ։ Հիմա գնացինք առաջ, տեսնենք, թե ինչպես է լինելու, պատրաստում եմ հակ Նապոլեոն ամանի մեջ հատապտուղներով, սիրելի հետևորդներ,
Հեսա պատրաստել ցույց կտամ, ու նոր կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը։ Շերտավոր խմորով է լինելու, Նապոլեոնա կոչվում ինքը, փակ ամանի մեջ Նապոլեոն պատրաստված հատապտուղով։ Հիմա բացելու եմ շերտավոր խմորը։ Շերտավոր խմորը նայեք, դուք կարակ բարակ բացենք, որովհետև ամանի մեջ մենք շերտ ենք հավաքելու, այնպես որ շերտավոր խմորը երբ որ բացում եք, կարող եք բավականին բարակ բացել, հաստատ չի խանգարելու էլի պատրաստման պրոցեսին։ Կան օրինակ նայեք ինչքան շատ ուշադիր հետևորդներ ունեմ ու պատկերացնեք պայտակ որ կարդում եմ կոմենտարիաները մի պահ սենց ծիծաղս գալիս, ինչի համար, որ պատկերացնեք հետևորդներ ունենք, որ գրում են, որ վայ ձեր գռտնակը փոքր է ձեր համար, էլի, փոքր է, մեծ գռտնակ վերցրեք, ուզում եմ այսպես պատասխանել այդ հարցին, որ ես տեսեք սիրելի հետևորդներ, մեծ գռտնակել ունեմ, տեսեք, մեծ գռտնակել ունեմ, մի քանի տեսակի գռտնակ ունեմ, բայց ես կոնկրետ սովորեմ այս գռտնակին, այս գռտնակին Սրանով եմ ես բացում, փակում, աշխատում եմ ես գռտնակով, սովորել եմ միայն կարգի ես գռտնակին, այնպես որ սիրելի հետևորդներ, այդպես միշտ ուշադիր եղեք, ես շատ ուրախանում եմ, որ դուք իմ ամեն շարժումին ուշադիր եք լինում։ Ես ուղղակի շատ հարմար եմ, ճիշտ է, փոքր է թվում գռտնակը, բայց շատ հարմար գռտնակ է, շատ։ Երևի այս չափերը, այս չափը լրիվ նորմալ է, տեսեք, այս կարգին բացում, դե իմ շերտավոր խմորի գունդը 550 գրամ է, կան խմորներ, որ փոքր են լինում, 300 գրամանոց, նայած, ինչքան որ քաշն է, այնքան համապատասխան պետք է բացենք, հիմա այսպես, կտրում եմ, կարակ լայն այս են շատ չափով կտրեք, որովհետև մենք երեսը թշուրել ենք օգտագործելու, այնպես որ համ խմորը սիրուն ուղիղ կլինի, համ են թշուրի համար մենք խմոր ձեռք կբերենք, այսինքն 4 կողմը մենք հավասարացնում ենք և ինչ եմ անում, տեսեք, այսպես, ունենք այսպիսի գործիք, որը մենք օգտագործում ենք պիցցաները ծակելու համար, արագ ինքը ծակում է, հիմա ես փորձելու եմ շերտավոր խմորներ անեմ նույն ձևով, ինչու, որովհետև ինձ պետք չի, որ շերտավոր խմորը ինքը բարձրանա, աբյոմ ունենա այս տորթը պատրաստելու համար, ինչքան բարակ, ինչքան ցածր, այնքան շատ շերտեր ու հետաքրքիր տեսք, այնպես որ նայեք, այս հենց խմորը ծակելու ենք, որպեսզի հնարավորություն չունենա շերտավոր խմորը բարձրանալու շատ, տեսեք։ Եթե տանը այս տեսակի հարմարանք չունեք, սիրելի հետևորդներ, կարող եք ծակել պատառաքաղով, ոչ մի բան չի խանգարում, հաստատ նույն արդյունքն է տալիս։ Հիմա նայեք տորթը ես հավաքելու եմ այս ամանների մեջ, թափանցիկ ամանների մեջ եմ հավաքելու և ձևավորելու եմ, իր համապատասխան կրիշկան դնելու եմ կափարիչը, փակելու եմ և այդպես ենք մատուցելու։ Հիմա ես այնպես պետք է կտրեմ, որպեսզի այս տարողության, այսպես տակի չափի հարմարությամբ լիստոշկեք ունենանք։ Ես վերցրել եմ այս տեսակի բաժակը, որը շատ հարմար է, տեսեք, այսպես կլորիկ ստանալու համար։ Այսպես կտրում եմ և դնելու եմ թխվելու։ Նայեք, իրանք ինչ ձև է ծակած, դաժե անցքերը երևում են, որը նպաստելու է, որպեսզի մեր խմորը լինի ուղիղ։ Տեսեք այսպես, սիրուն, այնքան է լավ կտրվում է, տեսեք, այնքան է սիրուն է տեսքն էլ իրան։ Այսպիսի պեչենիները կան, չէ, իրանք պիսոչնի, սենց խրխրթան, այսպիսի մանր անցքերով պեչենիները կան, դա էլ է մի օր պատրաստելու պիսոչնին, ինքը խրխրթան։ Տեսնենք, թե
ոնց ենք պատրաստում մեր փակ հրաշք Նապոլեոնը հատապտուղով։ Նորություն կլինի մեր հաճախորդների համար։ Սա էլ տեսեք, նույնպես էլի գցելու ենք թխվելու, օգտագործելու ենք փշուրի համար։ Այդ մեդալա։ Պարգևատրում պետք է։ Հիմա բերեմ մեր համապատասխան։ Սիրելի հետևորդներ, միշտ թխվում է մեր կլորիկները, ես պատրաստեմ սլիվկան, որովհետև եւ սլիվկով եմ հավաքելու։ Սլիվկան պատրաստում եմ ես աշկաչափով, լրիվ երևի բավարար է։ Պատրաստենք սլիվկան, մինչև որ պատքը պատրաստ կլինի, ու աշխատեք, որ լինի պինդ, որովհետև ջրի վիճակը արդենից կփափկացնի էլի շերտերը, դա համար սլիվկան թող լինի մի քիչ պնդոտ, որ համել ուզորներն է պահի։ Ես օրինակ սլիվկան այսպես շատ հարում եմ, նոր ավելացնում եմ շաքարի փոշի, սկզբից չեմ գցնում, որովհետև լավ էֆեկտ չեմ ստանում։ Սկզբից եթե սլիվկայի հետ ես շաքարի փոշին լցնում խփում եմ, լավ էֆեկտ չեմ ստանում։ Ես սլիվկան նախորոք խփում եմ մի 2-3 րոպե, զգում եմ, երբ որ արդեն սլիվկան պնդանում է, նոր ավելացնում եմ շաքարի փոշին։ Շաքարի փոշին էլ ավելացնում եմ աշկաչափով էլի, ես արդեն մոտավորապես գիտեմ, դա նորմալ կլինի, թե ոչ, եւ ավելացնում եմ վանելին, մի քիչ էլի, աննշան, այսպես, եւ նորից սկսում եմ հարել։ Միքսեր այսպես արագ խառնել սլիվկայի համար, սիրելիներս, այսպես չդնեք ու սպասեք, որ սլիվկան լինի, չի լինելու, սլիվկան չի սիրում նման բան, պետք է նայեք անմիջապես, այսպես խառնեք իրան արագ-արագ, միքսերով իրան անընդհատ, որպեսզի համ արագ է պնդվում, համ անմիջապես հավաքվում է։ Որ մեջը բան ունենք, վարդի։ Տեսեք, այսպես թխվել է արդեն մեր թխվածքաբլիթները, սիրելի հետևորդներ, տեսեք, ինչ տեսակի այս գույնի պետք է հանենք, չենք է թողելու շատ մքվի, այս գույնը լրիվ լավն է, տեսեք, ծակելու արդյունքում կլորիկները լինում են շատ հարթ, իսկ եթե չենք ծախում, ապա այսպես բարձր ցածր այն հարթությունը չի ունենում, հիմա ուզում եմ արդեն իսկ հավաքել մեր փակ Նապոլեոնը, սլիվկան պատրաստեցի, հիմա լցնելու եմ այսպիսի ակնառազվի ցելոֆոնի մեջ, այսպես նասատկա դրած, որպեսզի ուզորներն է սիրուն լինեն, հավաքեմ, տեսեք, հիմա սլիվկան լցնելու եմ ցելոֆոնի մեջ, տեսեք ինչ պնդություն ունի սլիվկան, պետք է սլիվկան այս տեսակի պնդություն ունենա, որ ուզորներն էլ շատ տեղին լինի, սիրուն մնա, պահպանի իրա տեսքն ու դիրքը։ Այսպես լցնեմ, ու սկսեմ ձևավորելով գալ, այսքանը երևի լրիվ է, հետո կավելացնեմ, որ պետք լինի, մի հատ ստուգում ենք այստեղ, նորմալ է, ինչ ենք անում, վերցնում եմ ամանը, նախորոք տակը, այսպես, տեսեք, այսպես ուզորներով սիրուն անում եմ, նախորոք, տակը առաջինը անում ենք, հետո դնում եմ, նայեք, այս Նապոլեոնի շերտը դրեցի, տեսեք, կողքեր առաջինը, այսպես կողքերով, սլիվկայով, հավաքելով, այսպես գալիս եմ, և ավելացնում եմ, տեսեք, հատապտուղներ ունեմ, այսինքն ունեմ ելակի այսպիսի քերուկ, որը ես նախորոք մառազել դնում եմ սառցեխցիկ, պատրաստ ունենամ իմ թխվածքների համար, տեսեք, այսպես լցնում եմ մեջը, ելակը, հետո ավելացնում եմ այսպես սև սմառոցինայի հատիկներ, որ լինի հատապտուղային համեղ տեսք, այսպես արեցի, հիմա դնում եմ հաջորդ կլորիկը, տեսեք,
Սենց մի քիչ իրան սեղմում ենք, սկսում է արդեն կողքերը տարածվել, սեղմում ենք, նորից, տեսեք, այսպես լայնությունով կողքերով գալիս ենք, այսպես հավաքում ենք, տեսեք, մնաց մեջը, նորից ելակներ, թող համը լավը լինի, սև սմարոձինա, և դնում ենք հաջորդը, տանում է 3 հատ, նայեք, 3 հատ, այ այսպիսի շերտ, այսպես դրեցինք մեջը, նորից հավաքում ենք, արդեն իսկ դենց ձևավոր ենք անում, որպեսզի գեղեցիկ սիրուն տեսք տանք մեր փակ նապոլեոնին, այսպես արեցի, արանքներով, այսենց գեղեցիկ, ֆանտազիայով էլի ձևավորում ենք անում, համ սիրուն տեսք է ստանում, համ համայինն է շատ լավ լինում, տեսեք ինչ հետաքրքիր փակ նապոլեոն մենք ստացանք, հիմա սա վերջնական արդյունքը չի սիրելի հետևորդներ, հիմա ինչ ենք անելու, հիմա էլ որպեսզի իմանանք, որ նապոլեոն է եւ բան է, նախորոք արդեն իսկ որ մենք արել էինք պատրաստել, տեսեք, նապոլեոնի փշուրն էլ այսպես լցվում է, շատ քիչ չեմ ասում շատ, այսենց նապոլեոնի փշուրով ձևավորում ենք, որպեսզի լինի նապոլեոնը մեր սիրելի։ Ու արդեն համապատասխան իր ամանով փակում ենք, տեսեք, կրիշկայով, տեսեք, այ այսպիսի, և համ տանելուց է շատ հարմար, տանում եմ, չի թափվում, համ ուտելուց էլ, համ գեղեցիկ է, տեսքն է, շատ լավն է, հիանալի, տեսեք, սա մեր փակ նապոլեոնն է, այսպես հերթով հավաքելով գալիս ենք, մի հատ ամուր սեղմենք, որպեսզի բրիշկեն, ահա, սյա, սրանք ունեն հատուկ գթալիկներ, հիմա տեսեք, սա էլ հատուկ գթալիկ ունի ամանը, այսպես նայ անցք ուներ վերևի հատվածով, տեսեք, գթալն է այսպես, գրում ենք մեջը, և սա համարվում է մեր փակ նապոլեոնը, որը շատ հաջող և համեղ է ստացվում, տեսեք, համ գեղեցիկ է, համ վաճառքի համար շատ հարմար, ու այսպես է սա հավաքելով հասնելու եմ մինչև վերջ։ Պատրաստեցի, վերջացրի և եկա նստա խանութ սրահում, տեսեք թե ինչ տեսակի փակ նապոլեոններ ստացա մրգային ելակով և սև սմարոձինայով, տեսեք թե ինչ գեղեցիկ տեսք ունի, մեջը ամբողջությամբ շերտավոր խմոր է, սլիվկայով արված ու մեջը այսպիսի մրգերով հավաքելն էլ է շատ հետաքրքիր, շատ հավեսով հավաքել եմ, սենց մտածում ես ոնց դնես, ինչ շատ հետաքրքիր ձևով արվել է, ինձ թվում է, որ համով էլ կլինի, չեմ փորձել, ճիշտն ասած, չեմ էլ պատրաստվում այս ուշ ժամին փորձել, բայց ինձ թվում է, որ համայինը պետք է, որ լավը լինի, տեսնենք, թե ինչ արձագանք կտան մեր հաճախորդները, երբ որ գնեն, մենք անպայման կհետաքրքրվենք, տեսնենք, թե հավանեցին, չհավանեցին, ինչեր, մենք դա անում ենք մեր յուրաքանչյուր ապրանքատեսակի համար, եթե մենք ինչ-որ մի նորություն ենք ունենում վաճառակետում դրած, ապա մենք միշտ հետաքրքրվում ենք և հարցնում ենք հաճախորդի կարծիքը, որպեսզի իմանանք, թե ինչ կարելի ավելացնել, պակասացնել կամ թողնել նույն ձևով մեր հաճախորդի կարծիքը մեր համար մեկ տեղում է գտնվում, եթե մեր հաճախորդը չհավանեց և չսպառեց մեր ապրանքը, ապա մենք անիմաստ ենք աշխատելու, այնպես որ մենք հետևում ենք այդ կարգ ու կանոնին, սիրելի հետևորդներ,
Շատ հեշտ պատրաստվող է, դուք էլ կարող եք տանը անել, փորձել։ Երեխաների համար շատ հետաքրքիր կլինի, ովքեր ունեն փոքրիկ երեխաներ, կարող են երեխաների համար պատրաստել մարոժնու տեղ։ Կասեք, պաղպաղակ է երեխաներ, մրգային պաղպաղակ է եւ հավատացեք, այսպիսի ամաններ է, որ ունենաք, երեխաները մեծ սիրով ուտելու են։ Այնպես որ շարունակեք պատրաստել եւ զարմացնել ձեր ընտանիքի անդամներին եւ գոհացնել ձեր երեխաներին։ Ձեր հետ գոհարն է, որը ձեզ շատ է սիրում եւ սպասում է երբեք ձեզ հետ հանդիպելու։ Մնացեք Աստծով։